Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այս տեսանյութում կծանոթանանք գլոբալ տեղորոշման համակարգի անգլերենով GPS ընդունիչի աշխատանքին, որը ստանում է գլոբալ տեղորոշման համակարգի ազդանշաններ սարքի ներկայիս գտնվելու վայրը որոշելու նպատակով։ Պարզելու ենք, թե ինչպես է այն աշխատում և ինչ բաղադրիչներից է այն բաղկացած։ Մեր ձեռքում Garmin Yedrex 221X մոդելն է։ Նույն շարքի այլ մոդելների դեպքում որոշ գործառույթներ կարող են փոքր-ինչ տարբերվել։ GTH ընդունիչը շարժական տեղորոշման սարք է, որը ստանում է համընդհանուր տեղորոշման համակարգի ազդանշաններ սարքը տեղորոշելու նպատակով։ Այն կիրառվում է բաց տարածքում, այնպիսի իրավիճակներում, որտեղ անհրաժեշտ է ճշգրիտ ուղղություն և կոորդինատներ, ինչպիսիք են օրինակ զբոսանքները, լեռնագնացությունը, բացօթյա ճամբարները կամ այլ գործունեություններ, որոնք պահանջում են ճշգրիտ և հուսալի տեղորոշման տվյալներ։ Ընդունիչը հագեցած է գունավոր էկրանով, որը հեշտությամբ ընթերցվում է արևի տակ։ Սարքը նախապես բեռնված է Top Active քարտեզներով, որոնք հնարավորություն են տալիս հեշտությամբ կողմնորոշվելու և գտնելու լավագույն երթուղիները։ Աշխատում է ինչպես GPS, այնպես էլ GLONASS արբանյակային համակարգերով, ինչը նշանակում է, որ այն կարող է ճշգրիտ աշխատել նույնիսկ դժվարին տեղանքներում։ Ունի 8 GB ներքին հիշողություն, որը բավարար է բազմաթիվ քարտեզների պահպանման համար։ Դիմակայում է ջրի ազդեցությանը և կարող է օգտագործվել անգամ անձրևային պայմաններում։ Ապահովում է մինչև 25 ժամ անխափան աշխատանք ընդամենը AA չափի 2 մարտկոցով։ Սարքի միջերեսը բաղկացած է մի քանի հիմնական բաղադրիչներից, որոնք ապահովում են սարքի հարմարավետ և արդյունավետ օգտագործումը։ Միացման, անջատման, լույսի կարգավորման կոճակ։ Սարքը միացնելու կամ անջատելու համար կոճակը պետք է երկար պահել սեղմած։ Էկրանի լույսը կարգավորելու համար կոճակը պետք է սեղմել մեկ անգամ։ Ջոյստիկ։ Ջոյստիկը օգնում է սարքի ընտրացանկում հեշտ նավարկել, ինչպես նաև դրա միջոցով ընտրել տարբեր տարրեր։ Ունի կոճակային 5 ուղղություն՝ վեր, վար, ձախ, աջ, կենտրոն։ Մասշտաբի կոճակներ։ Պատկերը մեծացնելու համար սեղմել վեր կոճակը, իսկ փոքրացնելու համար վար կոճակը։ Վերադարձի կոճակ։ Սեղմենք սա նախորդ ընտրացանք վերադառնալու համար։ Ընտրացանկի կոճակ։ Սեղմենք սա մեկ անգամ էջի ընտրացանկը բացելու համար, իսկ 2 անգամ սեղմելով կվերադառնանք հիմնական ընտրացանք։ Սնուցման մինի USB պորտ։ Պորտը տեղադրված է պաշտպանիչ ծածկույթի տակ, որն օգտագործվում է համակարգչից կամ այլ սարքերից քարտեզներ, տվյալներ, ծրագրեր փոխանցելու համար։ Մարտկոցի կափարիչ։ Կափարիչի վրա գտնվող օղակը պտտելով դեպի ձախ, հեշտությամբ բացում ենք կափարիչը, որտեղ տեղադրված է մարտկոցը։ Ապահովում է մարտկոցի պաշտպանությունը, կանխելով ջրի կամ փոշու ներթափանցումը։ Սարքը միացնելուց հետո միանգամից մուտք են գործում գլխավոր ընտրացանք։ Ընտրացանկի հիմնական բաժիններն են. Mark Waypoint շարժման ուղղությունների պահպանում։ Թույլ է տալիս պահպանել ընթացիկ դիրքը որպես ուղենիշ, հետագայում հեշտությամբ գտնելու համար։ Map քարտեզ ցուցադրում է քարտեզը, որտեղ կարելի է հետևել ընթացիկ դիրքին, ծրագրել երթուղիներ և կառավարել հետքերը։ Satellite արբանյակներ ցուցադրում է գլոբալ տեղորոշման համակարգի արբանյակների տեղադիրքը, ազդանշանի ուժգնությունը և կոորդինատները։ Waypoint Manager ուղեցույցների կառավարիչ, դիտում, խմբագրում և կառավարում է պահված ուղեցույցները։ Track Manager հետքերի կառավարիչ, թույլ է տալիս դիտել, պահպանել, մաքրել կամ փոխել ընթացիկ և նախորդ հետքերը։ Կոմպաս կողմնացույց, թույլ է տալիս օգտագործել թվային կողմնացույցը տեղորոշման համար։ Setup կարգավորումներ,
Կարգավորում է սարքի տարբեր պարամետրեր, ներառյալ էկրանի պայծառությունը, չափման միավորների ձևաչափը, մետր, մղոն, լեզուն, ընդհանուր այլ կարգավորումներ, լրացուցիչ գործիքներ, where to, որտեղ գնալ, թույլ է տալիս որոնել եւ ուղղորդել դեպի քաղաքներ, նշված հասցեներ, տեղեկատվական կետեր, գեոքեչեր եւ այլ կարևոր վայրեր։ Profile change, պրոֆիլի փոփոխություն, թույլ է տալիս փոխել օգտագործողի պրոֆիլը տարբեր կիրառությունների համար՝ ավտոմոբիլային, լեռնագնացային, ջրային, հեծանվային եւ այլն։ Photo viewer, լուսանկարների դիտարկիչ։ Եթե սարքն ունի micro SD քարտ, այս գործիքը թույլ է տալիս դիտել պահված նկարները։ Route planner, երթուղիների ծրագրիչ, թույլ է տալիս ստեղծել, խմբագրել եւ կառավարել երթուղիներ, օգտագործելով մի քանի ուղեցույցների համադրությունը։ Trip computer, ուղևորության հաշվիչ, ցուցադրում է ընթացիկ արագությունը, հեռավորությունը, ժամանակը եւ այլ չափորոշիչներ, որոնք օգտակար են երկար ուղևորությունների համար։ Sun and Moon, արևն ու լուսինը, ցուցադրում է արևածագի, մայրամուտի, լուսնի փուլերի եւ դիրքի տվյալները ըստ ընտրված վայրի։ Calculator, հաշվիչ, թույլ է տալիս կատարել պարզ մաթեմատիկական հաշվարկներ։ Stopwatch, վայրկենաչափ, օգտագործվում է սովորական հաշվարկների կամ մրցումների համար։ Area calculation, տարածքի հաշվարկ, օգտագործվում է քարտեզի վրա նշված կետերի միջոցով տարածքի չափման համար։ Waypoint averaging, ուղեցույցի միջին արժեք, թույլ է տալիս մի քանի անգամ վերցնել նույն կետի GPS տվյալները ավելի ճշգրիտ կոորդինատներ ստանալու համար։ Alarm clock, զարթուցիչ, կարող եք տեղադրել ահազանգեր նախորոք հիշեցումներ ստանալու համար։ Adventures, արկածներ, կապում է երթուղիները, հետքերը եւ լուսանկարները մեկ արկածային նիշքում, հետագայում քարտեզի վրա վերարտադրելու համար։ Active route, գործուն երթուղի, ցուցադրում է ընթացիկ երթուղու կետերը եւ շարժման ուղղությունը։ Geocaches, գեոքեչեր, թույլ է տալիս ներբեռնել, դիտել եւ կառավարել գեոքեչինգի կետերը, ինչպիսիք են GPS կոորդինատները, տեղանքի պայմանները եւ հուշումները։ Calendar, օրացույց, թույլ է տալիս տեսնել ամսաթիվը եւ ծրագրել իրադարձություններ կապված ընտրված երթուղիների եւ ուղևորությունների հետ։ Այսպիսով, ուսումնասիրեցինք գլոբալ տեղորոշման համակարգի ընդունիչի հիմնական գործառույթները եւ դրա բաղադրիչները։ Շնորհակալություն։ Մինչ նոր հանդիպում հաջորդ տեսանյութում։